Ողջույն, այսօր իմ հյուրը Արմեն Պետրոսյանն է, տարածաշրջանային հարցերով փորձագետ։ Պարոն Պետրոսյան, ողջույն, ներողություն եմ խնդրում, որ մի փոքր վատառողջ եմ, բայց չենք կարող, շնորհակալ եմ, չենք կարող հետաձգել, որովհետև ամփոփեցինք Երևանում Օրբելի ֆորումը, որին ներկա էին փորձագետներ, կարծեմ 15-ից ավելի երկրներից, այդ թվում Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ինչ քաղաքական եւ դիվանագիտական հարթակ եւ նշանակություն ունեցավ այս մակարդակի միջոցառումը Երևանում։ Շնորհակալ եմ շատ նախհրավերի եւ նաեւ հնարավորության համար ներկայացնելու մեր ֆորումը, որովհետեւ նախ նշեմ, որ 2019 թվականից սկսած, երբ ստեղծվել է Օրբելին, մենք ունեցել ենք ամենամյա պարբերականությամբ միջոցառումներ, իհարկե տարբեր նշանակության, տարբեր մասշտաբի, 20 թվականի եւ 21-ին կոവിഡ്ի պատճառով տեղի չեն ունեցել այդ միջոցառումները, բայց բոլոր տարիները եղել են Եվ սա ամենամասշտաբային միջոցառումն է։ Սրանց առաջ ունեցել ենք մեդիատուրեր ռուս լրագրողների հետ, իրանցի, վրացի լրագրողների հետ, ունեցել ենք համաժողովներ տարածաշրջանային մակարդակով, նաև հնդիկ գործընկերների հետ, բայց սա ինչով էր աչքի ընկնում, որ նախ առաջին հերթին իր մասշտաբայնությամբ եւ երկրորդը ժամանակահատվածի ընտրությամբ։ Մենք այս միջոցառումը նախաձեռնել ենք, քննարկումները սկսել ենք դեռևս 2025-ի մարտ ամսից, բայց բոլորովին այլ բովանդակություններ այն ժամանակ, էլի առանցքում անվտանգային խնդիրներն են, խաղաղության, այսինքն խաղաղություն ապահովելու կայունություն ապահովելու թեմաներն են, մասնակիցների շրջանակներ, այլ հիմնականում այն խաղացողները, որոնց դիրքորոշումները համահունչ են մեր զգայուն հարցերի հետ եւ որոնց հետ համագործակցությունը կապահովի մեր անվտանգության ապահովմանը։ Բայց օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ դրանից հետո նկատող արդեն process-ը այսպես ասենք, առնվազն իրավիճակի կառավարելիության եւ գործընթացի նորմալացման տեսանկյունից ամբողջովին փոխեց միջոցառման բովանդակությունը։ Եվ մենք օգոստոսից կարելի ասել նստած նոր սցենար են գրել, նոր պլանավորում են կարել, իսկ մասշտաբներն էլ այսպես աստիճանաբար, այսպես ասեմ ձեզ, հնդածս իրենք ընդլայնվեցին, որտեղ երբ որ փոխվում է միջավայրը տարածաշրջանում, արդեն փոխվում է նաև ընդհանրապես տրամադրությունը, եւ դա իդեպ ասեմ նկատվեց շատ ակնհայտ կերպով նա միջոցառման ընթացքում, այսինքն պետք է առավելագույնս ցույց տալ համագործակցային միջավայր եւ այն բոլոր ուղղությունները, որոնք ավելի առարկայական են դառնում, եթե հարավային Կովկասում խաղաղությունը դառնում է իրականություն եւ նաեւ խորագրի ընտրությունն էլ, ըստ էության այդ թրիպի էության ներկայացումներ մեծ հաշվով ինչպես ենք մենք դիտարկում թրիպը որպես բազմակողմանի համագործակցություն, որն էլ իր հերթին նաեւ նպաստել է խաղաղության ամրապնդմանը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր առանձնահատկություններ եմ ուզում նշել, տեսեք, մասնակիցների ընտրությունը, երբ որ մենք որտեղ դուք հատկապես առանձնացրիք թուրք եւ ադրբեջանցի գործընկերների ներկայությունը, երբ որ մենք խոսում ենք տարածաշրջանի մասին, մենք չենք կարող չխոսել կամ չներառել այդ խոսակցությունների մեջ մեր այն հարևաններին հետ ունենք խնդիրներ, չկարգավորված ուրեմն հարաբերություններ։ Բնականաբար որոշվեց, որ պետք է փորձանենք կապ հաստատել։ Նշեմ, որ շատ արագ կերպով արձագանք եղավ եւ համաձայնություն եղավ եւ նաեւ որոշակի շահագրգռվածություն նաեւ մեր ուրեմն այդ շփումների ընթացքում ադրբեջանցի գործընկերների նկատմամբ կողմից դրսևորվեց։ Մի բան որոշվեց նաեւ որպեսզի կարողանանք նաեւ այդ ուղերձները ավելի ճիշտ հասցնել, փորձենք հրավիրել լրատվամիջոցների եւ փորձեցինք բոլոր դարձյալ հնարավոր այն երկրներից, որտեղից ունենք հյուրեր, ուղարկել տարբեր լրատվամիջոցների հրավերներ։ Այստեղ էլ եւս պետք է նշել, առաջինը դարձյալ ադրբեջանական կողմը արձագանքեց, թուրքական կողմը եւ իրենք ուղարկեցին իրենց լրագրողները։ Իրանական կողմից կային շատ զարմանալիորեն ունեք ռուսական կողմից չեղան մասնակցության ուրեմն շահագրգռվածություն չնկատվեց։ Մյուս կարևոր հանգամանք այս բոլոր կոնտակտները երբ որ սկսեցինք հաստատել եւ արդեն հրավերներն ուղարկել,
առանձին երկրներից իրենք էին փորձում տարբեր փորձագետներ իմանալու որ նման հնարավորություն կա, իրենք ուղիղ ուրեմն շփումներ էին փորձում հաստատել եւ իրենք առաջարկել իրենց մասնակցություն, որում նշեմ, որ բավականաչափ մոտ 50 մասնակից ունեինք եւ դրանց որոշակի հատված, նրանցից որոշ մասը իրենց միջոցներով է, իրենց կենտրոնների միջոցներով է եկել մասնակցել, այսինքն նրանց պետք է շատ որպեսզի մասնակցել, հասկանալ եւ նաեւ իրենց տեսակետները փոխանցել գործընկերներին։ Դուք շատ լավ նշեցիք, այսպես ասենք, դիվանագիտական եւ նաեւ ինչու ոչ քաղաքական գաղափարների գեներացման հարթակ էր եւ ես այդ համաժողովի ողջ ընթացքում նկատեցի այն գաղափարները, նոր գաղափարները, ապագային միտված գաղափարները, որոնք հնչեցին։ Շատ կարևոր էր կենտրոնական Ասիայի երկրներից ներկայացուցիչների ներգրավումը, որում նշեմ, որ նրանց կողմից էլ եղել է կադարձյալ առաջարկներ հենց իրենց միջոցներով գալ մասնակցել։ Իրանական կողմից ամենամեծ պատվիրակությունը իրանական կողմից էր, ասեմ, որպեսզի ֆիքսենք, ռուսական կողմից կար շահագրգիռ։ Միացյալ Նահանգներից մենք ունենք ու Գարո Փայլյանն էլ եթե հաշվում ենք, նա որպես Կարնեգի հիմնադրամի ներկայացուցիչ ենք հրավիրել, այսինքն 3 ներկայացուցիչ Միացյալ Նահանգներից աննախադեպ բան էր մեզ համար։ Այսինքն մենք նախկինում մեր իրականացած բոլոր միջոցառումները հիմնականում ընդգրկում էին տարածաշրջանը։ Իսկ սա ամենամեծ փորձ ենք արել անկեղծ ասեմ հրավիրել Սիրիայից, Իրաքից, Կատարից, այսինքն մերձավոր արևելքի երկրներից, որոնք եւս կարող են որոշակի հետաքրքրություն ունենալ այս տարածաշրջանում։ Գուցե ժամանակահատվածներ կարճ հաշվի առնելով այն բյուրոկրատական միջավայրը, որ կա այնտեղ եւ չկարողացանք այդ երկրներից մասնակիցներ ներառել, բայց հուսամ, որ հաջորդ թիվ դա կստացվի։ Ընդ որում սա էլ ասեմ շատ կարեւոր է։ Արաբական Միացյալ Էմիրությունից մենք ունենք 3 մասնակից։ Ընդ որում էլի այնտեղից էլ մասնակից կար, որ ինքն էր մեր ջանքեր գործադրել, որպեսզի գար մասնակցել եւ այդ գաղափարները, այսինքն այն միջավայրը, որ կա եւ այն քաղաքական ֆոնը, որ կա, օգոստոսի 8-ից հետո մենք նկատեցինք, թե ինչպեսի մեծ արձագանք եղավ դրական աջակցություն, չէ՞, այս գործընթացին։ Այդ նույն միջավայրը եւ այդ նույն տրամադրությունների հաղորդումը արդեն փորձագիտական հարթակում մենք տեսանք մեր ֆորումի շրջանակներում։ Ֆորումի նախորդ օրերին Ալիևը հանդես եկավ շատ տարակուսելի հայտարարությամբ Սևանի վերաբերյալ, որ Սևան չէ, Գյոյչե է, եւ դրան հաջորդեցին նաեւ ադրբեջանցի պատվիրակների այցը Հայաստան, որն էր նրանց ուղերձը այստեղ, հաշվի առնելով նաեւ այնտեղ պաշտոնական Բաքվից ստացած ազդակները։ Նշեմ, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները նախ իրենց տրամադրվածությունը եւ ընդհանրապես իրենց մասնակցությունը ֆորումին առավելագույնս կառուցողական ուրեմն ֆոն ապահովելու եւ գործընթացին, ընդհանուր նորմալացման գործընթացին միայն նպաստելու մղումներով են եւ ասեմ ձեզ, որ որոշակի համընկում եղավ, ինչպես դուք նշեցիք, նրանց այցի եւ այդ հայտարարության եւ նրանց մոտեցումներն այնպիսին է, որ նախ իրենք որևէ կերպ չպետք է այնպիսի ուրեմն մասնակցություն ունենան, այնպիսի արտահայտություններ հնչեցնեն, այնպիսի մտքեր հայտարարություններ անեն, որոնք կարող են խնդրահարույց լինել ընդհանրապես այս գործընթացի համար, մեզ համար, մեր կենտրոնի համար եւ նաեւ իրենց համար։ Այնպես որ տրամադրվածությունն այդպեսին էր, բայց դրան զուգահեռ մենք տեսանք այդ հայտարարությունը, ընդ որում մենք մինչև այդ հայտարարությունը ունեցանք հանդիպում, որի ընթացքում քննարկում ենք մասնակցության ձևաչափը նրանց եւ այդ մեր կարմիր գծերը, որոնք որևէ կերպ չպետք է հատեն ֆորումի ընթացքում, այսինքն փորձում ենք ամբողջովին կառավարելի պահել իրավիճակը եւ մեր նշած բազմաթիվ կետերից մեկն էլ հենց դա էր, այդ հայտարարությունները, որոնք որևէ կերպ չպետք է հնչեն այնպիսի հայտարարություններ, որոնք զգայունություն ունեն մեզ մոտ, անգամ կային հարցերի, այսինքն շրջանակ, որ մենք խնդրել ենք, որպեսզի նրանք ընդհանրապես բացառեն իրենց խոստույթում։ Օրինակ նույն Արևմտյան Ադրբեջան այդ տերմինը որևէ կերպ չպետք է կիրառվի։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված եկանք ընդհանուր փոխզիջման, որ պետք է կիրառվի այս ձևակերպմամբ, որ կիրառվեց։ Եվ նաև շատ հետաքրքիր քննարկում եղավ փոխադարձ այսպես
կարծիքների փոխանակում ինչպես անենք, որպեսզի փորձենք հայ փորձագետներս որտեվ նայեք մենք մեր դուք իհարկե մասնագետ եք խոսքը ձեր մասին չէ, բայց մեր հասարակության մի ստվար հատված չի պատկերացնում թե ինչպեսի իրավիճակի իրենց հասարակության շրջանում, թե որքան խոցել են այն մարդիկ, ովքեր փորձում են խոսել Հայաստանի հետ կարգավորման եւ խաղաղության մասին, ինչպես նաեւ մեր հասարակության շրջանում, այսինքն տրամադրությունները շատ համեմատական են այս առումով, հա, եւ ես սա ինչու եմ ասում, որտեղ մենք փորձեցինք հասկանալ ինչպես կարող ենք մենք որպես փորձագետներ փոխադարձաբար ազդել հասարակական կարծիքի, այսինքն մենք որպես Հայաստանի փորձագետներ մեր խոսույթում ինչպիսի արտահայտություններ կիրառենք, ինչ թեմաներից խոսենք, ինչից չխոսենք, որպեսզի չվտանգենք այս գործընթացը եւ փոխադարձաբար նաեւ նրանք ես այս դետալները չեմ ուրեմն ներկայացնել, որտեղ փակ հանդիպումից է եղել պայմանավորվածություններ, բայց ասեմ ձեզ, որ տասնյակ թեմաներ ընդգծվել է եւ դրանցից մեկն էլ հենց Ադրբեջանում հնչող այդ պաշտոնական հայտարարությունները եւ այնպես էր պայմանավորվածությունը, որ յուրաքանչյուրս մեր ուրեմն համապատասխան մարմիններին պետք է փոխանցենք այդ առաջարկները, հա եւ հենց այդ հանդիպումից հետո եղավ ուրեմն այդ հայտարարությունը եւ նաեւ այն ուրեմն մեր հայաստանյան լրատվական սոցցանցային տիրույթում այդ արձագանքները մեզ համար փաստացի ապացույց են թե ինչու չպետք է այդ խոսույթով ուրեմն ադրբեջանական կողմը եթե ցանկանում է ավելի արագ այս process-ը չպետք է խուսափի սրանից իրենք էլ դա այդ ամեն ինչ իհարկե հասկացան բայց ասեմ ձեզ իմ տպավորությունները եւ մինչեւ այս հանդիպումը եւ նաև հատկապես հանդիպումից առաջ տեսեք ակնկալել որ իրենք շատ արագ խուսափելու են այս թշնամական խոսույթից հակահայկական լավ խոսույթից եթե թշնամականը որոշ չափով արդեն թույլատնեն բայց հակահայկական խոսույթը ինքը շարունակելու է մնալ ընդ որում ես ասեմ որ տևական ժամանակ շարունակելու է մնալ եւ ես այս գնահատականները ներկայացնում եմ ընդհանուր առմամբ Ադրբեջանի քաղաքականության եւ Ադրբեջանի տեսլականները գնահատելու արդյունքում ասեմ ինչու հիմա տեսեք մենք դուք բերեցիք ուրեմն Սևանի վերաբերյալ հայտարարությունը առաջիկա օրերին այնտեղ այսպես կոչված հաղթանակի միջոցառում ես կանխատեսում եմ այնտեղ շատ ավելի սուր ելույթներ են լինելու մենք պարզապես պետք է պատրաստ լինենք դրան ինչու որովհետեւ Ադրբեջանը չի հրաժարվելու այդ խոսույթից Ադրբեջանը գուցե անկեղծորեն գնա, ես գուցե նշում եմ մինչև այս չեմ վստահ, որ այս process-ը կարող է հաջողել, որպես փորձագետ էլ զուշավոր եմ մոտենում։ Գուցե գնա կարգավորման եւ ես գոնե այսպես գլոբալ վերլուծելիս հասկանում որ Ադրբեջանի համար էլ այս պահին կարգավորումը անհրաժեշտ։ Բայց իրենք Հայաստանի հետ ունենալու են եւ հայ ժողովրդի հետ ունենալու են որոշակի հարաբերությունների ձևաչափ։ Դա ինձ թվում է լինելու է առաջին հերթին անընդհատ հիշեցնելու անցյալ այն ինչ որ տեղի ունեցավ եւ դրա նպատակները երկուսն են մեկը այսպես ակնարկել թույլ չտալու համար Հայաստանում այսպես կոչված ռևանշի հնարավորությունները երկրորդը անընդհատ այսպես իրենց արդեն ներքին PR-ի համար անընդհատ պահպանել այդ խոսույթը հիշեցնելով 2020 թվականը 23 թվականը դրանից առաջ այսինքն երբ որ Արցախը հայկական էր այնտեղ ինչ որ ըստ իրենց ներկայացած տարբեր իրադարձություններ որոնք իրենք անվանում են վանդալիզմ եւ այլն եւ ինչու ոչ նաեւ երբեմն նաեւ գնալով ասենք 100-ամյա վաղեմության դեպքեր, այսինքն կրկնում եմ, դա պետք է հաշվի առնել, այսինքն ես որևէ կերպ այսպես չեմ թուլանա այն աստիճանի, որ մտածեմ վաղը կարող է Ադրբեջանը հրաժարվի այդ խոսույթից, դա ինձ համար բնական է, դա պետք է լինի, որովհետև կրկնում եմ, դա նրանց քաղաքականության մասն է, Հայաստանի եւ ավելի լայն առումով, որովհետև Ադրբեջանը ձգտում է վերածվելու տարածաշրջանային, այսինքն տարածաշրջանային դերակատարության ձգտումներ ունի, նման ամբիցիաներ ունի Ադրբեջանի նախագահը։ Իսկ դրա համար անընդհատ այդ հաղթանակը հիշեցնելը շատ կարևոր քաղաքական եւ քաղաքական միջոց է։ Նրանք դա ամբողջ օրը իրենց աչքի առաջ ունեն հաղթանակի պարկը, որ կոչում են ռազմավարի պուրակը, բայց այդ խոսույթը պահելով արդյոք կարողանալու են ադրբեջանական հանրությանը համոզել, որ պետք է գոնե թե հարևանությամբ ապրել, խաղաղ չլինել, բայց հարևանությամբ ապրել։
Կարծում զուգահեռաբար գնալու են այդ process-ները։ Ես այսպես ասեմ, հա, ես սա համարում եմ ոչ թե հարցազրույց, այլ փորձագիտական քննարկում, որովհետև երկուսս էլ հետևում ենք այդ process-ներին։ Ես Ադրբեջանում նկատել եմ նման փոփոխություններ դեռևս 2024 թվականի կեսերից։ Այսինքն որն է խնդիրը։ Մեզ մոտ ընդունված է, չէ՞, իրենց մոտ համակարգն այնպեսին է, որ իրենց պետք է անընդհատ արտաքին թշնամի, որ վրա պետք է ինքնահաստատվեն։ Բայց այնպես չէ, որ իրենց արտաքին թշնամիների շրջանակը սահմանափակ է միայն հայերով եւ ժողովրդով Հայաստանով պայմանավորված, որտեղ նույն տրամադրությունները իսկ վերջին շրջանում շատ ավելի մեծ մասշտաբով կա Ռուսաստանի նկատմամբ, կա Իրանի նկատմամբ, ասեմ ավելին, այս քննարկումների ընթացքում երբ որ զուտ էլի փորձագիտական առումով, ընդ որում արդեն ֆորումի շրջանակներում ես նկատում եմ, որ ամենամոտ մոտեցումները եւ վերլուծությունները մենք իրենց հետ ունենք։ Այսինքն իրենք ինչ են ասում, ասում են Իրանի հետ անհնար է, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կարգավորել մեր հարաբերությունը, որտեղ իրենք մեր երկիրը չեն տեսնում որպես ինքնիշխան երկիր, մեր ժողովրդին էլ չեն տեսնում որպես առանձին ժողովուրդ։ Իրենք տեսնում են իրենց պետության շարունակություն, իրենց հասարակության շարունակություն։ Նույնը Ռուսաստանի պարագայում, իրենք տեսնում են նախկին այդ կայսրության ինչ որ տարածք եւ որևէ կերպ իրենք չեն համակերպվել, այսինքն այդ նույն գնահատականները, այն ինչ որ մեզ մոտ կա որոշակի շրջանակներում մասնագիտական, այդ նույնը, այսպես 99% ճշգրտությամբ իրենք են նշում։ Ես սա ինչի համար եմ ասում։ 2024 թվականի կեսերից ես արդեն նկատում եմ իրենց մոտ, որ ինչ որ փոփոխություն է առաջացել Հայաստանի նկատմամբ քաղաքականության եւ դա օբյեկտիվ էր եւ երբ դա ակնհայտ դարձավ ինձ մոտ գոնե երբ որ 2024-ի օգոստոսին էր եթե չեմ սխալվում Պուտինի պետական այցը տեղ ունեցավ դա ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր աննախադեպ այց էր Ռուսաստանի նախագահի պետական այց եւ դա բավական տևական այց եւ արդեն ակնհայտ էր որ Ադրբեջանում շատ մեծ մտավախություն կա որ Ռուսաստանը փորձում է այդ երկիրը վերցնել ամբողջովին իր վերահսկողության տակ եւ հենց այդ ժամանակ ես սկսեցի կանխատեսել որ իրենք փորձել են գտնել հարմար առիթ որպեսզի զախողեն այս գործընթացը որը իրեն շատ երկար սպասեցնել չտվեց այդ ինքնաթիռի մարդատար ինքնաթիռի խոցում իրենք շատ այսպես գրեթե նույն սցենարով օգտագործեցին Ռուսաստանի դեմ ինչպես 2 տարի առաջ Թեհրանում ադրբեջանական դեսպանատան դեմ իրենք օգտագործեցին այս ժամանակահատվածը մաքսիմում սրեցին ու իրենց գործն արեցին այն բոլոր հնարավոր լծակները որ կային Ռուսաստանի կողմից, Իրանի կողմից ազդելու իրենք աստիճանաբար այդ ժամանակահատվածում դրանից ազատվեցին։ Իսկ այստեղ ամենակարևոր բանը հենց այդ թրիպն էր։ Այսինքն պետք էր իրենց ամեն կերպ ազատվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ադրբեջանի ամենամեծ ձեռքբերումը, նայեք ասում եմ, թրիպը հիմա կիրականա, չի կիրականա, ես ասեմ, որ նրանց մոտ էլ նկատում եմ որոշակի թերահավատություն, բայց կարևորը այն, որ նոյեմբերի 9-ը այլևս չկա։ Որտեղ նոյեմբերի 9-ը այն լծակներ, այն հնարավորություններ, որով Ռուսաստանը կարող էր գալ այս տարածաշրջան, հաստատվել կրկին եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Իրենց համար, այո, իրենց համար հենց դա էր ամենամեծ մտավախությունը։ Եվ այդ ժամանակ արդեն հասկանում են, որ իրենք կայացրել են ռազմավարական որոշում գնալ Հայաստանի հետ կարգավորման եւ գնալ այն տարածաշրջանացման process-ը, որ այսօր աշխարհում մի քանի տարածաշրջանում նկատվում է կենտրոնական Ասիա, ավելի վաղ դա իհարկե մեր Բալթյան երկրներ եւ նաեւ մեր տարածաշրջան։ Այսինքն դրանց տեսլականը ես այս պահին գնահատում եմ այսպես, հա, աշխատել ջանքեր գործադրել Հայաստանի հետ կարգավորման ուղղությամբ եւ Հարավային Կովկասը ինքնավարացման տանելուն, բայց այսպիսի նրբությամբ Ադրբեջանին որպես այս տարածաշրջանի այսպես առաջատար երկիր դիրքավորելով այս քաղաքականությամբ են աշխատում եւ այստեղ իհարկե Հայաստանի հետ կարգավորումը բնական է որ նրանց օրակարգում կստացվի թե ոչ շատ բարդ է ասել որովհետեւ քանդեր աշխարհում շարունակում այս անորոշությունը դա շատ մեծ ուրեմն մտավախություններ է առաջացնում եւ անորոշություն է առաջացնում է փորձագետներից համար կանխատեսել արդյոք կհաջողի թե ոչ
Եթե հաջողի լավ կլինի, թե վատ կլինի, ես կարծում եմ ավելի լավ կլինի, քան այն ինչ որ եղել է եւ ունենք հիմա։ Բայց կրկնում կդժվարն վերջնական գնահատականներ տալ։ Եվ վերադառնանք փորձագետներին։ Վերջին շրջանում իրենց այցերը բավականին դինամիկ են դարձել եւ եթե նայենք նախորդ այցը 2 շաբաթ առաջ այնտեղի շրջանակը 5-6 հոգի էին կարծեմ, առանձնապես փորձագիտական կարողություններով չէին փայլում եւ հիմնականում քաղաքական խոսափողներն էին Ալիևի։ Այս անգամ եկել էին փորձագետներ, մեկը կարծեմ Թոփչբաշև կենտրոնի տնօրեններ, մյուսը Կարնեգի հիմնադրամից։ Արդյոք այս ընտրության վրա հայկական կողմը որևէ ազդեցություն ունեցել է թե ոչ, որովհետեւ գիտեմ, որ նախորդ պատվիրակության վրա ազդեցություն չի ունեցել կազմի։ Եվ ինչպես է գնահատում փոփոխությունը, որ նախորդ հանդիպմանը ուղարկել այդ մակարդակի անձանց, այս անգամ նրանց։ Ես այսպես կարող եմ ասել, քանի որ նախորդ հանդիպումը այսպես բոլորին այլ ձևաչափի հանդիպում է եղել եւ բավարար տեղեկատվություն չունենալով չեմ կարող գնահատել։ Պարզ է այն ինչ որ հրապարակային է եղել նախորդ հանդիպման հետ կապված, որ պայմանավորվածություն է ձեռք բերել, արդեն ակնհայտ է որ անվտանգության խորհուրդն է եղել այն ուրեմն կապող օղակը եւ այնտեղ հստակ կարծես թե ձևաչափ կա փոխադարձ համաձայնեցած որ կողմերը իրենք ինքնուրույն են ուրեմն ներգրավում կամ ձևավորում իրենց պատվիրակությունը եւ որոշակի պարբերականություն կա, կարծես թե շարունակականություն կա։ Եղավ հանդիպում Հայաստանում, հաջորդ հանդիպումը տրամաբանականը որ պետք է լինի Բաքվում։ Այստեղ ինչի կարողանամ նշել, որ տեսեք, մենք ավելի վաղ էինք սկսել այս գոսե նախորդ հարթակն էլ ավելի վաղ էր սկսվել, բայց քանի որ մեր հրապարակային միջոցառումը իսկ այն ոչ հրապարակային, հա, մենք ամբողջովին այսպես փորձում ենք վերահսկելի պահել գործընթացը, թույլ չտալ որպեսզի հրապարակային ֆոն լինի դրան, բայց ի տարբերություն դրա էլ նկատում ենք, որ ինչ որ process կա զուգահեռ, որտեղ մեզ համար է դա փակ այդ ինֆորմացիան, որտեղ նույն այդ բանակցությունների գործընթացը հաստատման գործընթացը որոշակի կարծես թե այսպես թույլ էր տալիս նման կանխատեսումների ակնհայտ է որ ադրբեջանային երկիր անգամ ասեմ Հայաստանը հիմա եթե ես Հայաստանից որոշում եմ գնալ այնց է հրավեր լինում գնամ բնականաբար ես որոշակի բացի այն որ ես աշխատում եմ օրինակ Օրբելի կենտրոնում որը վարչապետի աշխատակազմի ներքո գտնվող կառույց է եթե անգամ լինի ինչ որ անկախ կառույցի ներկայացուցիչ սա անվտանգային լուրջ հարցեր է որոնք մինչև դու չստանաս քո պետության համաձայնություն եւ նաեւ երաշխիքն ու աջակցությունը որ գնալու ես ու քեզ ոչինչ չիներ ու հետ ես գալու ընդ որում ասեմ դա այդ նույն մտահոգությունները նաեւ իրենց մոտ կային եւ երբ որ ես անձամբ իրենց ներկայացրի եւ որ որևէ մտահոգություն չեն կարող ունենալ որտեղ ամենաբարձր մակարդակով իրենց անվտանգությունն ապահովեց եւ իրենք էլ տեսան թե ինչ միջոցառումներ է իրականացում մեծ հանգստություն ես տեսա նրանց մոտ հատկապես լրագրողների որտեղ փորձագետները իրար հետ շփումներ ունեցել են նախորդ փորձը հաշվի առնելով հիմա եթե գանք մեր մասով մենք ենք ընտրել մեր ուրեմն մասնակիցներին ընդ որում ունեցել ենք շատ ավելի մեծ ցանկ բայց մենք ունենք նման միջոցառումների հետ կապված որոշակի մեխանիզմ աշխատանքի Հայաստանի Հանրապետության մյուս պետական պատկան կառույցների հետ եւ եկել ենք հենց այս ընտրության վրա կապը եղել է նրանց հետ որևէ կերպ չենք փորձել այլ տեխնացուներ ներառել ինչ որ շարք ընդլայնել եւ այլն այդպես ինչպես սկսել ենք այնպես էլ ընթացել է process-ը անխափան ընթացել է մի պահ զգացվեց որ կա անորոշություն իսկ դա երբ թե պայմանավորված էր կրկնում այդ պարտադիր միջոցառման հետ պետական համապատասխան կառույցների հետ փոխհամաձայնեցման հետ կապված իսկ ինչ վերաբերում է հետագայի հետ կապված իրենց կողմից էլ կար եղավ նաեւ առաջարկ փորձել հասկանալ ինչպես կարելի է այս process-ը սրանով չսահմանափակել բայց մենք առաջարկեցինք դեռևս չշտապել փորձել հասկանալ գնահատականները արդյոք որքանով է սա նպաստում ընդհանուր process-ին եւ նաեւ ինձ համար ամենակարևորը հետեւել նրանց վարքագծին ես գոնե ունեմ ինձ համար այսպեսի մի պայմանական ժամանակահատված եւ փորձել եմ հետեւել տեսնել արդյոք այն քննարկումը, որի մասին ես նշեցի եւ այդտեղ նշած մեր զգայունությունները, մեր ակնկալիքները
փորձ արվել են բավարար, որտեղ գոնե ես որպես նման պայմանավորվածության կողմ, ես իմ կողմից պահել եմ այդ պայմանավորվածությունները։ Եթե տեսնեմ, որ այդ վստահության միջավայրը կա, այդ դեպքում գուցե փորձենք քննարկել արդեն process-ը դրան շարունակականություն հաղորդելու հնարավորությունը։ Եվ վերջում ինչ է տալիս այս հարաբերությունների մեկ քայլ առաջ կամ նախաքայլ անելը հայկական կողմին, հա, առավել խաղաղասեր ենք փորձում երևալ, թե իսկապես փորձում ենք հարաբերությունները կարգավորել նաև հասարակությունների մակարդակում։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, սա շատ կարևոր հարց է։ Նայեք, օգոստոսի 8-ից հետո մենք տարածաշրջանում ականատես ենք մի process-ի, որը ոչ միայն տարածաշրջանային process է, որը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև process է, այսինքն մենք խոսում ենք խաղաղության միջավայր ձևավորելու, թշնամանքի միջավայրը կոտրելու, համագործակցության հնարավորություններ այսպես ներկայացնելու եւ դրանք իրականացնելու ինչ որ տարբեր ծրագրերի մասին։ Ես սա անվանում եմ այսպես, հա, խաղաղության ամրապնդման գործողությունների մրցավազք, շատերը ծաղրում են անգամ այս արտահայտում, պարզ է ինչու, ես անգամ լուրջ չեմ վերաբերում, որտեղ ակնհայտ է, որ մեր հասարակության մեջ կան այս հակասական մոտեցումները։ Սա շատ բնական է, ես հասկանում եմ այն ընկերներին, ովքեր հիմա չեն կիսում իմ տեսակետը, բայց ես ներկայացի, թե ինչի հիման վրա եմ այդպես մտածում։ Հիմա այդ գործողությունների քայլերի մրցավազքն է, եւ սա կրկնում եմ, միայն երկկողմ չէ, միայն տարածաշրջանային չէ, սա ավելի լայն գլոբալ մասշտաբ ունի։ Այսինքն կողմերից յուրաքանչյուրը ցույց է տալիս կամ փորձում է ցույց տալ, որ ինքն է առաջ տանում այս խաղաղության ամրապնդման գործընթացը։ Քանի որ Ադրբեջանն ավելի մեծ հնարավորություններ ունի, այս մրցավազքում մեր հնարավորությունները սահմանափակ են։ Տեսեք Ադրբեջանի քայլը Ղազախստանից իր տարածքով ծորենի տեղափոխումը թույլ տալու եւ ընդհանրապես Հայաստանից դեպի Հայաստան տարանցման արգելքը հանելու։ Մենք չունենք նման հնարավորություն, որովհետեւ որպեսզի մենք կարողանանք ճիշտ է հայկական կողմից հնչեց ինչ որ առաջարկ Թուրքիայից Ադրբեջան, բայց պրակտիկ չունենք, որովհետեւ երկու երկրների հետ էլ բաց սահման չունենք։ Իրենք ունեն փաստացի եւ տեսնում ենք եւ Ղազախստան, այսինքն վերցնենք ընդհանուր կենտրոնական Ասիայից գումարած Ռուսաստանն էլ արդեն առաջարկ ունի այդ տրանզիտային ճանապարհն օգտագործելու։ Հիմա հայկական կողմի մյուս քայլերը որոնք են կամ հայկական կողմի այսպես ասենք պատասխան քայլերը որոնք են հումանիտար ավելի շատ նախաձեռնությունները, որովհետեւ տեսեք օրինակ այս նման միջոցառումների կազմակերպումը իրենք ոչ պակաս հրապարակային հնարավորություններ են, քարոզչական հնարավորություն ցույց տալ, որ տեսեք Հայաստանն էլ է գնում այս քայլին։ Երկու անգամ ընդամենը 10 օրվա ուրեմն կտրվածքով ադրբեջանցի մասնագետներ եկան, գնացին, չնայած հաջորդը արդեն լինելու այցը Բաքու, բայց այս տեսեք, իրենք ունեն ուրեմն իրենց մոտ պահվող մեր հայրենակիցները, գերիները մեկին, երկուսին կամ հերթով ինչ որ ազատելով անգամ իրենք կարող են ցույց տալ, որ իրենք են առաջնորդում այս գործընթացը։ Հասկանում եք։ Ես այս ամեն ինչի համար եմ նշում, որովհետև գնալու է այդ process-ը Ադրբեջանը փորձել է ցույց տալ, որ ինքն է այստեղ խաղաղություն կառուցողը։ Եվ այս ուղերձները ավելի շատ դեպի արևմուտք են ուղղում, դեպի Միացյալ Նահանգներ են ուղղում։ Որտեվ Ալիևը ունի դուք ինձ շատ լավ եք, որտեվ դուք գոնե ամենօրյա պարբերականությամբ եք հետևում։ Ադրբեջանի ամենամեծ նպատակներից մեկը Թրամփի կառավարման շրջանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը համարվի Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերը։ Դա Ադրբեջանի նախագահի կարճաժամկետ հեռանկարով ամենամեծ, այսպես ասեմ, հա, քաղաքական ծրագիրն է, որին նա գնալ է։ Եվ նա ամեն ինչ անելու է, որպեսզի ցույց տա, որ համապատասխան Թրամփի միջնորդությամբ կայացած համաձայնության ինքը անում է ամեն ինչ, ավելին ինքը պատրաստ է ամեն կերպ կանգնել եւ ամենուր կանգնել Միացյալ Նահանգների հենց Թրամփի կողքին, որտեղ կա Թրամփի շահը, Թրամփի ներգրավվածությունը ինքը այնտեղ է։ Դրա վառ օրինակը Սիրիայում նրանց ակտիվացումն է, Գազայում
նրանց առաջարկությունն է խաղապահ ուժեր այդտեղ անելու, տեղակայելու Հարավային Կովկասում այս ուրեմն համաձայնությունները զարգացնելու այդպես որ այս process-ի մեջ մենք էլ պետք է ունենանք այն քայլերը, որոնցով կարող ենք ցույց տալ, որ այդ գործընթացը երկկողմ է, այլ ոչ միայն Ադրբեջանի առաջնորդությամբ։ Ես առնվազն այդպես եմ նայում process-ին եւ այս հումանիտար ոլորտն էլ, այս փորձագիտական շփումներն էլ այն սահմանափակ հնարավորություններից են, որ Հայաստանն ունի։ Էլ եմ ասում, տեսեք, եղավ պատասխան հայտարարություն Ադրբեջանից Թուրքիա, բայց դա որևէ կերպ պրակտիկ չէ։ Այսինքն ստացվեց Ադրբեջանը պրակտիկ քայլ արեց շոշափելի տնտեսական ապաշրջափակման, Հայաստանը արեց հայտարարություն, բայց տակը ոչինչ չկա, մեծ բովանդակություն չկա, հասկանում եք։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեր շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը Արմեն Պետրոսյանն էր, տարածաշրջանային հարցերով փորձագետ։ Շնորհակալություն։